Media աշխատում ենք սիրով։ C-Media-ն ներկայացնում է Amen, Alleluia, Alleluia, Alleluia. You were the word at the beginning, one with God the Lord Most High. Յուրաքանչյուր քրիստոնյա որդեգրվում է Աստծուն եկեղեցու ավազանից, որ խորհրդանշում է արգանդը արքայության։ Your hidden glory in creation, now revealed in you, our Christ. What a beautiful name it is. What a beautiful name it is. You sing. Մկրտության խորհուրդը առաջին խորհուրդն է, քրիստոնյա դառնալու խորհուրդն է։ Մկրտության խորհուրդով մենք դառնում ենք այդ եկեղեցու համայնքի մի անբաժանելի մասնիկը։ Someone, oh, I wanna be somebody to someone, oh, I never had nobody and no road home. I wanna be somebody to someone. And if the sun starts setting, the sky goes cold, and if the clouds get heavy and start to fall, I really need somebody to call my own. I wanna be somebody to someone, someone to you, someone to you. Someone to you, someone to you, someone to you. Amen, Alleluia, Alleluia, Alleluia. Յուրաքանչյուր քրիստոնյա որդեգրվում է Աստծուն եկեղեցու ավազանից, որ խորհրդանշում է արգանդը արքայության, որտեղից որ ծնվում է նոր մարդը, նոր քրիստոնյա։ Գործք առաքելոցի մեջ մենք տեսնում ենք, թե ինչպես առաքյալները փոքրից մինչև մեծ մկրտում էին։ Ուրեմն, այստեղ նաև հիշատակությունը կա նաև մանկամկրտության, որը առաքելական ավանդույթ է եւ սահմանվել է առաքելական կանոններով, այսինքն այդ նույն ճանապարհով մկրտության խորհուրդը ուրեմն ավանդվեց նաև քրիստոնյա բոլոր եկեղեցիներին, ինչպես նաև Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Այդպես ուրեմն պատմականորեն զարգացավ, ճոխացավ ծեսը ծիսական առումով, բայց կանոնական առումով որևէ փոփոխության չընթարկվեց։ Կնքար երեխաներին ինչ է խնդրում, ասում եք հավատ, հույս, սեր և մկրտություն։ Հավատք, սեր, հույս և մկրտություն։ Թարգմանեք, սա կարևոր է իրենք իմանալ։ Ես ասում եմ ինչ է կրտում, խավորը ասում է ասեք։ And baptism to be faith, love, peace and Եվ մկրտություն, բապտիզմ։ Երեք անգամ եմ ասում։ Կնքար երեխան ինչ է խնդրում, երեխաներն ինչ են խնդրում։ Հավատք, հույս, սեր, մկրտություն։ Կնքահար երեխան ինչ է խնդրում։ Հավատք, սեր, Հույս, մկրտություն։ մկրտվել և արդարանալ սրբել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն, մկրտվել և արդարանալ թարգմանեք։ Մեր մանուկներին, երբ որ փոքր տարիքից մկրտում ենք, խոստանում ենք, որ այս կնքահայրը, որ այդ հավատքի, հույսի, սիրո, երեք կարևոր աստվածային առաքինությունների մեջ, որ խոստացավ, այդ հավատքի մեջ պիտի դաստիարակի իր զավակին, ուրեմն Աստծո շնորհը այս զավակի մեջ արդեն ինքնաբերաբար պետք է պտղաբերի։
Այս երեք վկայությունները շատ կարևոր են մանուկի գիտակցական հավատքի ձևավորման համար, այսինքն այն քրիստոնեական բարոյական դաստիարակության, որ պիտի ստանա յուրաքանչյուր մանուկ տարիքից պատանի, երիտասարդ եւ մինչեւ հասուն կատարյալ տարիքի հասնելը։ Եվ այդ ժամանակ, եթե մենք ճիշտ դաստիարակենք, եթե մենք առողջ հոգևոր արժեքների մեջ դաստիարակենք, եթե մենք Աստծո խոսքը ուսուցանելով դաստիարակենք, անհնար է, որ մեր երեխան շեղվի։ Ճշմարիտ շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մկրտվող, որ հասուն տարիքում, գիտակցական տարիքում է մկրտվում, անպայմանորեն կարդա ավետարանը, կարդա նոր կտակարանը, կարդա Աստվածաշունչ։ Մոտենանք քահանային իբրև Աստուծո սպասավորի, իբրև Աստուծո օծյալի, եւ մենք մոտենանք մկրտության խորհրդին, ոչ թե այն անձին, թե ով է կատարում այդ մկրտության խորհուրդը։ Մեր նպատակը պետք է դառնա գլխավորաբար մկրտության խորհուրդը։ Մկրտությունը իբրև վերստին ծնունդ մեկ անգամ կատարվող խորհուրդ է։ Այսինքն կրկնամկրտություն չի կարելի, որևէ ձևով կրկնամկրտություն մերժելի է։ Մկրտության խորհուրդը առաջին խորհուրդն է, նախնական խորհուրդն է, քրիստոնյա դառնալու խորհուրդն է։ Մկրտության խորհուրդով մենք դառնում ենք այդ եկեղեցու համայնքի մի անբաժանելի մասնիկը եւ կառուցում ենք այդ քրիստոնեական մեծ ընտանիքը, դրախտի ընտանիքը, որտեղ որ հաղորդակցությամբ աստվածային սերն է պտղաբերում, աստվածային սերն է գերիշխում։ She was lost in so many different ways, out in the darkness with no guide. I know the cost of a losing hand there, but for the grace of God, oh, I found heaven on earth. You are my last, my first, and then I hear this voice inside. Ave Maria.
կանչեք շուտ, կանչեք հաղորջանանի, առանց քեզ մեկը ոչ ոչի բարի, մի հատ շուտ կանչեք հաղորջանանի, առանց քեզ քեզ ուրախ չի լինի։ Կանչեք հաղորջանանի, առանց քեզ քեզ ուրախ չի լինի, կանչեք շուտ, կանչեք հաղորջանանի, առանց քեզ մեկը ոչ ոչի բարի, մի հատ շուտ կանչեք հաղորջանանի, առանց քեզ քեզ ուրախ չի լինի։
Հրավիրված ենք մեր շատ սիրելի քավորի կողմից, մի հատ էլ ծափարենք մեր քավորական ընտանիքի համար, մեր սիմպաթիչնի քավորի և գեղեցկուի քավոր կնոջ աշխարհամենագեղեցիկ զույգի համար։ Ու ինձ ասեց Արաքսը, որ մի շատ կարևոր և հիշարժան օր է այսօր, որովհետև ինչքան գիտեմ, դուք առաջին անգամ եք, չէ՞ Հայաստանում, այսինքն երեխաները թե դուք։ Ուզում եմ ասել ձեզ նախ առաջինը, բարի գալուստ Հայաստան։ Սա ձեր տունն է, մենք ձեզ սպասում ենք, միշտ։ Այս երկու ուզում եմ նվիրել աշխարհասփյուր հայությանը, սիրո ձեզ համար։
Я думала забыть все звуки во вселенной, но шли мои часы торжественно, печально. Я слышала их поминальный звон. Жизнь невозможно повернуть назад, и время на миг не остановишь. Пусть неоглядна ночь и одинок мой дом, еще идут старинные часы. Բայց ջանքո գլխավորությամբ մենք այսպես բոլոր սփյուռք համարերին ենք էլի անդրադառնում, հիմա էլ քեզ համար գեղեցիկ երգով, այս երգը վստահ եմ, որ շատերը երևի գիտեն։ Sardamı bir
Ալելույա,
Heard there was a secret chord that David played and it pleased the Lord. But you don't really care for music, do ya? Well, it goes like this: the fourth, the fifth, the minor fall, and the major lift. The baffled king composing hallelujah. Hallelujah, 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 hallelujah. Your faith was strong, but you needed proof. You saw her bathing on the roof, her beauty and the moonlight overthrew ya. She tied you to her kitchen chair